2013 թվականի նախագահի ընտրություններին ընդառաջ Հայազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Այսօր մենք կարող ենք համագործակցել նույն Սերժ Սարգսյանի հետ, նույն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եկենք համախմբվենք, այս մեր երկիրը հանենք այս վիճակից։ Ամեն ինչի ելքը տեսնել իշխանապողության մեջ եւ այդ ճանապարհին պատրաստ են համագործակցել Սատանայի եւ դեռ դրանից էլ ավել։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Այո, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Պարոն Եղիազարյանի համար միանգամայն հասկանալի է, թե ինչու է կառավարությունը հենց այսօր որոշել նվազագույն աշխատավարձերը ավելացնել 2500 դրամով։ Դիմացում նախագահական ընտրությունները։ Նրա կարծիքով 2013 թվականի ընտրություններից առաջ չպետք է մոռանալ 2008 թվականի հետընտրական դեպքերը, մասնավորապես մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին։ Երկու մարդ կա, որ պետք է մարտի 1-ի համար ուղիղ պատասխան տան։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Իգիտություն իշխանությունների Գուրգեն Եղիազարյանը հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենք այլևս հետ չեն պահի տանկերի դեմ դուրս եկող Հայաստանի քաղաքացուն։ Նա ավելի քան համոզված է, որ ընտրությունները կեղծվելու դեպքում ժողովուրդը փողոց դուրս կգա։ Այս հարցում իշխանությունների անունից զգուշացրեց Մանվել Բադեյանը։ Դուրս կգաք, կստանաք։ Չէ, որ դուրս գանք, ստանանք, հետո բոլորիդ մեկ-մեկ կնես կստացածնենք, որ կյանքում չեք մոռանալ։ Շատ լավ։ Այս տրուկ ժողովրդին 10,000 դրամ բաժանելով չեք մնա իշխանության։ Ինչ վերաբերվում է կստանանքին։ Ուրեմն ասենք, մենք տղամարդու պես գնացել ենք, ձեզ որ բռնեցինք լաց է կլնելու։ Հոնգուր, մամա ջանով։ Իսկ եթե 2013 թվականին Սերժ Սարգսյանը հաղթի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններում, ինչպես կանխատեսում են իշխանության ներկայացուցիչները, Գուրգեն Եղիազարյանը խոստանում է։ Իշխան տղա կլինի նա, ով անձամբ չշնավորի։ Տաթևիկ Ազիզբեկյան, Տիգրան Բադալյան, IPFM։ Հայազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո մեր երկիրը 10 մետր հետ շպրտվեց։ Նախկին ԱԱԾ փոխնախարարը վստահ է, որ ահաբեկիչների հետևում կանգնած էին դրսի ուժերը։ Հոկտեմբերի 27-ի հետևում երևում են թուրքական հետախուզության ականջները։ Եթե մենք գիտենք ով է կանգնած հոկտեմբերի 27-ի հետևում, ապա կարելի է հաշվել, թե ովքեր օգնեցին։